մարտկոցները թեև փոքր են, բայց ներսում թունաքիմիկատների մինի պահեստ կա։ Հայտնվելով բաց աղբում դրանք դուրս են հոսում, աղտոտելով հողը և ջուրը։ Սնդիկ, կապար, կադմիում, նիկել, լիթիում, նաև թթվային կամ ալկալային էլեկտրոլիտներ։ Սրանք միայն մարտկոցներում պարունակող թունաքիմիկատներն են, բայց սա միայն մեկ օրինակ է։ Հայաստանում վտանգավոր թափոնների խնդիրը տարիների ընթացքում դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև հանրային առողջության լուրջ մարտահրավեր։ Շատ հեշտ է գնալ շրջակա միջավայրի նախարարության էջը, այնտեղ կա անձնագիր տողը։ Այդ անձնագրում տողը, որ դու մտնում ես, դու տեսնում ես այդ կոնկրետ կատեգորիաներ, եւ իհարկե առաջի հերթին դա ասբեստ եւ սնդիկ պարունակող թափոնները։ Սնդիկի աղբյուրը հիմնականում դա իհարկե սնդիկի լամպերն են, որոնք այստեղ մենք ունենք խնդիր, որովհետև ոչ ոք չի պատկերացնում, որ ինքը եթե այդպեսի լամպ ունեցել է, օգտագործել է եւ փչացել է այդ լամպին, ուղղակի շատ լավ հավեսով շպրտում է ընդհանուր աղբաման։ Իսկ դա առաջի կատեգորիայի վտանգավոր թափոն է։ Ասբեստի կիրառության համար Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ տուգանք կա նախատեսված, որպես մեկ ուսիչ նյութ նախկինում լայնորեն կիրառվող ասբեստից հանրությունը կարճ ժամանակում հրաժարվեց, իսկ որտեղ են թափոնները։ Ասբեստը իմիջիայլոց մեր մոտ շատ բավականին լավ ձևով եւ բավականին կարճ ժամանակաշրջանում դուրս է բերվել օգտագործումից։ Իհարկե կան մարդիկ, որ օգտագործում են, բայց դա ոնց որ ասած առանձին, չգիտեմ, ես ճիշտ ասած չգիտեմ, այսպես մասսայական օգտագործում, որտեղ արդեն ընդունված չի։ Խորհրդային տարիներին Հայաստանում քիմիական արտադրությունը մեծ ծավալ ուներ։ Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահն ուշադրություն է հրավիրում, ինչ եղավ քիմիական թափոնների հետ։ Մենք քիմիական արտադրություն գրեթե չունենք, շատ քիչ ձևով, շատ փոքր ձևով։ Իսկ այդ ինչ որ մենք ունեցել ենք, որտե՞ղ է մնացել։ Որտե՞ղ։ Չգիտեմ, մնացել է մեզ մոտ տարածքներում։ Եվ հիմնական տարածքը, որի մասին մենք խոսում ենք, իմիջիայլոց մեր նայերիտի գործարան։ Մենք ունենք այնտեղ շատ մեծ քանակության վտանգավոր թափոններ եւ արդեն որերորդ տարի եւ որերորդ անգամ գնում է այս թափոնների գնահատում։ Սա որպես լավ օրինակ, բայց այդպիսի գործարաններ մեզ մոտ շատ են, շատ։ Բժշկական թափոնների ոլորտը փոքրիշատե կարգավորված է։ Բժշկական հաստատություններում արդեն տեսակավորված թափոնները հանձնում են կենսաբանական թափոնների ոչնչացման գործարան։ Թեև Հայաստանում այդպիսի գործարանները շատ չեն, բայց եղածները հասցնում են սպասարկել։ Մեր հիմնական գործառույթը եղել է բժշկական թափոնների, ժամկետանց դեղորայքի, ժամկետանց սննդամթերքի, քիմիական թափոնների ոչնչացման գործընթացը այլման եղանակով։ Ուրեմն ընկերությունը աշխատում է պայմանագրային հիմունքներով, կազմակերպությունների հետ մենք կնքում ենք պայմանագիր, որոշում ենք 1 կիլոգրամի արժեքը եւ մեր մեքենաներով տեղափոխում ենք եւ կատարում ենք ոչնչացում։ Հասարակությունից ակնկալել պատասխանատու վերաբերմունք այս հարցում դժվար է։ Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներին, դրանց պակասը չունենք։ Մենք տարբեր կոնվենցիաների, օրինակ Բազելյան կոնվենցիայի, որը կարգավորում է անրսահմանային վտանգավոր թափոնների ուրեմն փոխադրում եւ այլն, եւ վերահսկողություն, եւ Ռոտերդամի եւ Ստոկհոլմի կոնվենցիաների կողմեր են, բայց նաեւ ունենք օրենսդրական, տարբեր օրենսդրական ակտեր եւ օրենքի մակարդակով եւ որոշումների եւ այլն, բայց ասեմ, որ ինչի այդ կարգավորումները այդքան լավ չեն աշխատում եւ էֆեկտիվ չեն մեզ մոտ։ Քանի դեռ աղբի ամբողջական տեսակավորում չունենք, այս խնդիրը ոչ օրենսդրական կարգավորումներով, ոչ քաղաքացիական պատասխանատվությամբ չի լուծվի։ Մինչև դու չես տեսակավորում թափոնները, նրանք մնում են ընդհանուր թափոնների մեջ,
դու չես ոչ մի բան չես կարող անել, որտեղ ընդհանուր տապոններից տարանջատել, ինչպես է միջելուց մեկ մենք լսում ենք, օրինակ մեր քաղաքապետարանից մենք լսում ենք, որ մենք պետք է կարող ենք վերցնել, հետո այնտեղ տարանջատել, արտերն չգիտեմ, տեղում եւ այլն, դա հնարավոր չէ, այսինքն երկրները, որ գնացել են այդ ուղղությամբ, նրանք բախվել են շատ մեծ ծախսերի հետ եւ տնտեսապես դա ընդհանրապես հնարավոր չի անել եւ չի աշխատում, այս սխեման չի աշխատում։ Վտանգավոր թափոնների խնդիրը պահանջում է համապարփակ եւ երկարաժամկետ մոտեցում։ Ամեն ինչ պետք է սկսել տեսակավորումից։ Եվ որքան էլ դրանց ոչնչացումը մեծ ծախս ենթադրի, տեսակավորված աղբի վերամշակման դեպքում սա հնարավոր ելք է։ Իսկ մինչ այդ թափոնները շարունակում են կուտակվել տարիների ընթացքում ոչ թե վերանալով, այլև ավելի վտանգավոր դառնալով։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուշ։